Արձանագրվեց, որ Գյումրիի կարևորագույն սիմվոլներից մեկը Սև բերդը սեփականաշնորհվել է ապօրինի ձևով եւ պետք է վերադարձվի համայնքին։ Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունից հետո միայն Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը խախտեց կես տարվա լռությունը եւ պնդեց, որ ամրոցը իր ընտանիքը գնել է օրինական եղանակով ու ոչ թե համայնքից, այլ սեփականատիրոջից։ Ինչի համար մտահոգվել։ Մտահոգվել են, որ ուղղակի հաղորդագրություն է գնում, չի հնչեցում անուն ազգանուն, բայց բոլորը գիտեն, որ Բալասանյան ընտանիքինն է, բայց ես ուղղակի ասում եմ, որ մեկ ձեռք ենք բերել 12 թվականին։ Այս է իմ խնդիրը այսօր, որ ես ուղղակի հասարակության ասեմ, որ մենք այս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունենք։ Այս պնդումը Բալասանյանն արել էր նաև 2020 թվականին Ազատությանը տված հարցազրույցում։ Այն ժամանակ իրավապահները քրեական գործ էին հարուցել ու հայտարարել, թե 2000-ականներին հուշարձանը մի շարք խախտումներով օտարվել է ֆիզիկական անձի, իսկ գործընթացում ներգրաված են եղել Պաշտպանության ու Արդարադատության նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, կադաստրի կոմիտեի եւ նոտարիատի աշխատակիցներ, թե ովքեր անուններ այդպես էլ չհրապարակվեցին։ Այս գործի մասին տարիներ շարունակ ոչ ոք չէր խոսում, մինչև Նիկոլ Փաշինյանը կրկին թեժացրեց թեման։ Ավագանու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ Գյումրիի ավագանին հռչակեց, որ ինքը հրաժարվում է գյումրեցիներից գողացված գույքի վերադարձի օրակարգը սպասարկել։ Եվ մինչ վարչապետն իր ելույթում օրինակ բերելով Սև բերդը պնդում էր, թե Գյումրիի իշխող Բալասանյան դաշինքի հրաժարականի ու արտահերթ ընտրություններ նշանակելու պատճառը ապօրինի գույքի վերադարձին նրանց ընդդիմանալն էր, նախկին քաղաքապետը հիշեցրեց, որ իր քրեական հետապնդումը ոչ թե հենց ամրոցի, այլ դրան հարակից հողերի օտարման մասին է, իսկ Բալասանյանի փաստաբանը հայտարարեց, որ ամրոցի գործը հարուցվելուց մի քանի ամիս անց կարճվել է։ Այ հենց այն ժամանակ էլ Բալասանյանը սուբյեկտ չի եղել, չէր կարող լինել, որովհետև 2005 թվականին երբ որ այլ ֆիզիկական անձ ու ուղիղ վաճառքով, չգիտեմ, կառավարության որոշման հիման վրա է դել ասեմ իմանա գնել է, այ դրանից հետո 7 տարի անց նոր պարոն Բալասանյանը գնել է Սև բերդը։ Ինչ հանցանքի մասին կարող է խոսք գնալ։ Դատախազությունը շտապեց պնդել, թե քննչական կոմիտեում քննվող վարույթով Սև բերդ ամրոցի օտարումը եւս քննության առարկա է։ Ավելին, նախաքննությունը շարունակվում է։ Անցած 5 տարիներին ինչ են պարզել, ինչու էր այս քրեական վարույթը մոռացության մատնվել, ինչու են Բալասանյանները պնդում, թե այն կարճվել է։ Ազատության այս հարցերին դատախազությունից ասացին, միայն գրավոր կպատասխանեն, իսկ հարցեր նաև Բալասանյանների շահերի պաշտպանն ունի։ 2021 թվականի ապրիլին կայացած որոշումը քննիչի, եթե հաստատել է հսկող դատախազը, դա վերացնելու համար պետք էր 6 ամսվա ընթացքում այն ժամանակվա գործող օրենքով գլխավոր դատախազը իրավասու էր վերացնելու կարճման որոշումը եւ շարունակելու, չգիտեմ, նախաքննության ընթացքը, դա։ Հաշվում է, եթե նման որոշում եղել է, ապա 2021-ի սեպտեմբերին իրենք պետք է այդ մասին հավաստող որոշումը ստանային ու հիմա չի պատկերացնում, թե ինչ վարույթի մասին է խոսքը։ Այ հիմա եթե 6 ամիս անցել է եւ մի քանի անգամ է անցել, այսօր մեր 25 թիվն է, ես չգիտեմ այդ ինչ կարճման որոշման վերացման կամ չգիտեմ հարուցված վարույթի մասին է խոսքը, չեմ կարող պատկերացնել։ Մենք շահագրգի ռանձ ենք հանդիսանում Սև բերդի այսօր սեփականատերն են, Բալասանյան ընտանիքը, հետեւաբար այդ հայտարարությունները մեզ ուղղակի բացառապես տարակուսանք են առաջացնում, ոչ ավելին։ Այլ իրավական հիմնավորում մենք չգիտենք։ Իսկ ՀՊԱ-ականները ակնարկում են, թե 19-րդ դարում կառուցված ամրոցը Բալասանյան ընտանիքին ինչ-ինչ ապօրինի սխեմաներով է հասել։ Փաստաբան Տիգրան Գրիգորյանը հակադարձում է, ինչու են նախաքննական մարմնի փոխարեն խոսում, դա իրենց տիրույթում գտնվող հարց չէ։ Վստահեցրեց, Բալասանյանները պայքարելու են Սև բերդի համար, պատրաստ են անգամ մի ետ գնալ։ Չեմ կարող սխեմաների հեղինակների տեղը մեկնաբանեմ, բայց որևիցե իրավական գործընթացին Բալասանյան ընտանիքը իրավական լեզվով, իրավական զենքով միանշանակ միջևեր պայքարելու է։ Սամվել Բալասանյանը, կրտսեր որդին ու նրանց 3 մերձավորներն այժմ մեղադրյալ են Սև բերդի հարակից հողերի օտարման գործով։ Նախկին քաղաքապետը Միացյալ Նահանգներում է, նրա նկատմամբ հայաստանյան իրավապահները հետախուզում են հայտարարել։